Նվեր մկնիկին։ Մի տան մեջ ապրում էր մկնիկ, որը այնքան փոքրիկ էր, որ ոչ ոք չէր նկատում նրան։ Իսկ երբ վազվզում էր, այնքան թեթև էր թռչկոտում, որ ոչ ոք չէր լսում նրան։ Մկնիկը այդտեղ հայտնվել էր ամռանը, երբ շատ շոգ էր, իսկ հետո եկել էր անձրևոտ աշունը, ապա ցուրտ ձմեռը։ Մկնիկին դուր չէր գալիս ցուրտը, դրա համար էլ տաք անկյուն էր փնտրում իր համար։ Մի օր էլ, երբ նա տաքացնում էր ձեռքերը վառարանի մոտ, լսեց երեխաների խոսակցությունը։ Նրանք խոսում էին այն մասին, որ վաղը գալու է նոր տարին, և իրենք բոլորը անպայման պիտի նվերներ ստանան։ Մկնիկը շատ ցանկացավ նույնպես ստանալ նվեր, չէ՞ որ ինքը շատ էր մրսում ու երազում էր տաք անկողնու մասին։ Միգուցե նա պոչիկ ունի, ինչպես հարևան կատուն, կամ թևեր, ինչպես թռչունը, իսկ գուցե շնիկի նման ականջներ ունի։ Հաջորդ առավոտյան մկնիկը պատրաստվում էր դիմավորել նոր տարուն։ Եթե նա գալու է, ուրեմն անպայման պիտի տեսնեմ ես իրեն, որոշեց մկնիկը։ Մասրենու մոտ հանկարծ տեսավ մի փոքրիկ և ծիծաղելի մարդուկի ու մոտեցավ նրան։ Միգուցե սա է նոր տարին։ Բայց պարզվեց, որ դա մի սովորական արձանիկ է։ Քայլելով առաջ, հանկարծ տեսավ շատ մեծ, սպիտակ ու գազարիկ քթով ձնեմարդու։ Երևի սա է նոր տարին, Մտածեց նա, բայց զգալով ձնեմարդու սառնությունը փախավ այդտեղից։ Գնալով առաջ, նա ծառի ճյուղին տեսավ սև գլխարկով ու կարմիր, գեղեցիկ հագուստով ինչ-որ թռչունի։ Պատահաբար այդ դուք չեք նոր տարին։ Ոչ, դուք սխալվել եք, պատասխանեց թռչունը։ Ես թռչում գալիս եմ այստեղ ամեն ձմեռ, բայց երբեք նրան չեմ տեսել։ Մկնիկը տխուր հոգոց հանեց, շնորհակալություն հայտնեց թռչունին ու շարունակեց ճանապարհը։ Տան առջև նա նկատեց մի մարդու, դեղին վերարկուով ու մեծ տոպրակ ձեռքին։ Վերջապես նա եկավ, ահա և ինքը նոր տարին։ Ուրախացավ մկնիկը ու վազեց առաջ, բայց նա ընդամենը առաքիչ էր, որ նույնիսկ չնկատեց մկնիկին։ Մկնիկը շատ էր մրսել ու երազում էր տաքանալու մասին, դրա համար էլ արագ մտավ տուն։ Տանը սեղանի վրա նա նկատեց շատ պայծառ լույս։ Այսպես պայծառ կարող է լինել միայն նոր տարին, ով բոլորի համար էլ նվերներ կունենա, Մտածեց մկնիկը և ուրախ վազեց լույսին ընդառաջ։ Ու նվեր ստանալու փոխարեն նա շատ ուժգին վառեց իր թաթիկը, երբ դիպավ լույսին։ Ես երբեք չեմ տեսնի նոր տարին, Լացեց նա։ Հանկարծ տան անկյունում խաղալիքների կողքին տեսավ փոքրիկ, շատ փոքրիկ մահճակալ, ինչի մասին այդքան երազում էր։ Իհարկե մկնիկը գլխի չընկավ, որ մահճակալը տիկնիկինն էր, որի հետ խաղում էր մի փոքրիկ աղջիկ։ Նա արագ բարձրացավ մահճակալին, ծածկվեց տաքուկ վերմակով ու քնեց, որովհետև շատ էր հոգնել։ Իմ տիկնիկի անկողնում մկնիկ է քնել, Բացականչեց աղջիկը։ Աղջկա մայրը շատ վախեցավ ու ցանկանում էր արագ ազատվել մկնիկից, բայց հայրիկը ասաց. Տեսեք ինչ հարմար է տեղավորվել նա, երևում է լրիվ սառել մրսել է, եկեք իրեն նվիրենք այս մահճակալը, չէ՞ որ նոր տարի է։ Ապա աղջիկը խնդրեց մայրիկին, որ մկնիկի անկողինը տեղափոխեն վառարանի մոտ։ Որքան հարմար էր մկնիկը քնած, անգամ երազում տեսավ նոր տարուն, որ եկել էր շնորհավորելու և նվերներ տալու մկնիկին ու փոքրիկ աղջկա ընտանիքին։